բարի առավոտ նաև մեր թանկագին հեռուստադիտողին, մեր հայրենակիցներին, թե Հայաստանում բնակվող եւ թե Հայաստանից դուրս բոլոր մեր հայերին ողջունում ենք եւ ասում ենք շնորհավոր այս հզոր տոնի կապակցությամբ եւ հատուկ չմոռանանք մեր հերոս տղաներին, թե սրանից առաջ իրենց արյունով պահած երկրի համար այդ տղաների պատիվը բարձր պահենք եւ թե այս ցավոք սրտի վերջին տարիներին կատարված դեպքերի հետ բոլորին ողջունում ենք, մեր հերոս մայրերին ողջունում ենք, շնորհավորում ենք եւ ասում ենք դուք մեր հպարտությունն եք։ Սիրելիներս, այսօր խոհանոցը լինելու է շատ հետաքրքիր եւ հագեցած։ Այսօր մի գեղեցկուհի հյուր ունենք, մեր սիրելի Լիլիան մեզ հյուր է եկել եւ իր բաղադրատոմսով, իր առաջարկով եւ իր իհարկե համեղ եւ օգտակար բաղադրատոմսով կիսվելու է մեզ հետ։ Մենք այստեղ ունենք բազմապիսի գեղեցիկ եւ համեղ վիտամիններով հարուստ մթերքներ, որի մասին հենց ինքը Լիլիան մանրամասը կպատմի մեզ։ Բայց Լիլիայի հետ դեռ շատ զրույցներ ունենք, ես նրան դեռ ուղարկելու եմ հյուրասրահ, որպեսզի իմ գործընկերները նա մի քիչ այսպես հարցազրույց վարեն եւ հարցեր տան, հետո արդեն կվերադառնա խոհանոց Լիլիան եւ մենք միասին շատ համեղ այս ուտեստը կպատրաստենք։ Լիլիա, ողջունում ենք քեզ։ Ողջունում եմ բոլորին, ողջունում եմ ձեզ, Ադրինե ջան, այսօր միասին շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու, իմ ամենասիրելի նախաճաշերից մեկն է, որովհետեւ նախ շատ համեղ է ու հետո սպիտակուցներով հարուստ է, ինչը սպորտսմենների համար շատ կարեւոր է։ Այո, մշտապես ես առավոտյան, երբ հաղորդաշարը սկսվում է, Լիլիա ջան, հորդորում եմ, որ մենք նախաճաշենք, պարտադիր պայման ու նախաճաշենք այ հենց այսպիսի մթերքներով շատ կարևոր, որպեսզի մեր օրգանիզմի ստարտը գեղեցիկ եւ ճիշտ տանք, կարողանանք ամբողջ օրվա ընթացքում դիմակայենք, այո, եւ ունենանք լավ տրամադրություն, եւ ունենանք լավ առողջություն, եւ դիմադրենք բոլոր դժվարություններին, թե ֆիզիկական, թե հոգեբանական։ Էնպես որ շատ շնորհակալ ենք, որ դու այսօր մեզ մոտ հյուր ես։ Ձեզ եւս շնորհակալ եմ հրավիրելու համար։ Մեծ սիրով եւ այսօր իհարկե այս համեղությունը միասին կպատրաստենք, բայց հիմա պետք է լինի դադար, դադարից հետո արդեն դու կգնաս հյուրասրահ, հետո կվերադառնաս միասին կշարունակենք։ Սիրելիներս, սիրելի մարդիկ, չփոխեք ալիքը, մնացեք մեզ հետ, որպեսզի շարունակությունը տեսնեք։ Բարի առավոտ մեր շատ սիրելի հեռուստադիտող, հուսով եմ մեզ հետ եք։ Մենք այսօր շատ համեղ, շատ կարևոր, օգտակար վիտամիններով հարուստ բաղադրատոմս ենք առաջարկելու ձեզ։ Իհարկե, այս բաղադրատոմսի հեղինակը Լիլիան է, մեր հարգելի հյուրը, ով շատ այսպես հագեցած խոհանոց ունի։ Ես էլ հետևել եմ Լիլիայի էջին եւ տեսել եմ, թե որքան կարևոր խորհուրդներ է տալիս եւ որքան եւ օգտակար եւ գեղեցիկ բաղադրատոմսեր է առաջարկում, ինչը եւ հենց այս պահին մեր տաղավարում էլ կիրագործին է։ Լիլիա ջան, խնդրում եմ ներկայացնես բոլոր այն բաղադրիչները, որով դու այսօրվա նախաճաշն ես պատրաստելու, մի քիչ պատմես դրա մասին, խորհուրդ տաս մեր հեռուստադիտողին եւս, որովհետեւ մշտապես ես ասում եմ, սիրելիներս նախաճաշեք, անպայման նախաճաշեք, չնայած դու իրավացի ես քիչ առաջ նշեցի, որ շատ ինդիվիդուալ, անհատական մոտեցում պետք այս ամենին, ես քեզ հետ համաձայն եմ, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ նախաճաշի առկայությունը պարտադիր է բոլոր մարդկանց համար։ Էնպես որ հանձնում եմ խոհանոցը քեզ, այս բոլորը քո տրամադրության տակ են եւ դու կարող ես արդեն պատմել մեր հեռուստադիտողին։ Այսօր իրականում մաքսիմալ պարզ, բայց ոնց նշեցի արդեն սպիտակուցներով հարուստ ուտելիք ենք պատրաստելու ու նաև հասանելի բաղադրիչներով։ Մեզ անհրաժեշտ է լինելու կաթնաշոր մոտ 200 գրամ, թթվասել է էլի 200 գրամ, 1 ձու, շաքարավազի փոխարեն կօգտագործենք մեղր, վանիլ ու ալյուր։ Ինչպիսի ալյուր, արի նշենք նաև դա։ Բրնձի ալյուր ավելի թեթև է, այսպես ստացվում ու ավելի նուրբ։ Նաև սեզոնային ցանկացած ձեր սիրելի հատապտուղ, այստեղ մենք ունենք ելակ ու հապալաս։ Շատ բարի։ Եվ ինչից ենք սկսում այս։ Սկսում ենք կաթնաշորից։ Ավելացնելու ենք այստեղ ու ձվի հետ հարենք։ Իրականում այս բաղադրատոմսը նաև բավականին հարմար է, որովհետև հավելյալ որևէ հարիչ կամ այլ բան չի պահանջում։ Եվ ես ինչպես հասկանում եմ, սա այն դինամիկ պատրաստվող, շատ արագ, շատ հասանելի եւ շատ այսպես առօրյայում շատ
հարմարավետ տարբերակ է, ինչի մասին ես էլ փորձում եմ երբեմն առաջարկել այնպիսի ուրեմն ուտեստի տարբերակներ, որոնք հեշտ են պատրաստվում եւ շատ արագ։ Հիմա կարծում եմ կյանքը շատ ավելի ռիթմով է, այո, եւ պետք է հարմարվել այդ ժամանակի հետ։ Իրականում այս բաղադրատոմսը նաեւ շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր որ ունեն ժամանակի սղության խնդիր, քանի որ կարելի է պատրաստել ու սառցախցիկում իրեն պահպանել։ Նույնիսկ։ Ու նաև ցանկացած պահի հանել ու տապակել։ Ահա, այո, հասկացա, այսինքն կիսաֆաբրիկատ տարբերակը պատրաստում ենք, դնում ենք սառցախցիկ եւ յուրաքանչյուր առավոտ շուտ արթնանալով, վաղ արթնանալով, ինչպես մեր Լիլիան է իր ռիթմը, իր ուրեմն օրակարգը դասավորել, մենք էլ փորձենք ինչու ոչ լավ օրինակները վերցնել եւ մենք էլ հենց այդպես փորձենք մեր կյանքը դասավորել։ Այո։ Եվ իհարկե ես ինչպես հասկացա, պետք է փոքրիկ այսպես գնդիկներ պատրաստենք, այո, որը նման է մի փոքր փանքեյքի ինչ որ խտացված տարբերակին է նման լինելու։ Սիրնիկներ են, կարող ենք հայերեն թարգմանել պանրիկներ, բայց դա այդքան էլ պանրիկներ չեն։ Բայց կարևոր ուրեմն ուտեստ է ամեն դեպքում։ Եվ եւս մեկ անգամ կրկնենք, որքան կարևոր մթերքներ են ու որքան հասանելի։ Թթվասերը մշտապես առօրյայում օգտագործում ենք, կատնաշոռնել պարբերաբար էլի օգտագործում ենք։ Այստեղ միգուցե հեռուստադիտողին թվա բրնձի ալյուրը, ահա ինչ է նշանակում, վաճառվում է բոլոր խանութներում, այնպես որ կարելի է շատ հաճախ բրնձի ալյուրը օգտագործել նմանատիպ եւ թխուկների մեջ եւ այսպիսի նախաճաշի մեջ։ Եկեք մեկ ձուել ավելացնենք, քանի որ մեր կատնաշոռը հատիկավոր է, եթե ունենալու ենք բրիկետային տեսքով կատնաշոռ, կարող ենք մեկ ձու ավելացնել, եթե հատիկավոր, որպեսզի ավելի միասեռ ստացվի, ավելացնենք 2 ձու։ Իրականում խոհանոցը միշտ անկանխատեսելի է ու ընթացքից ես հասկանում ինչ ավելացնես, ինչը ոչ։ Ճիշտ եք, շատ ճիշտ եք, երբեմն այսպես այո, պետք է ընթացքը ցույց տա, որը որքան ավելացնենք։ Լիլիա ջան, ես հասկանում եմ, որ դու մեզ մոտ առաջին ծրագրի տաղավարում, սիրելի հեռուստադիտողներ, ասեմ, որ 4 տարի առաջ Լիլիան մեզ հյուր է եղել, նա փոքրիկ աղջնակ էր, եւ այսօր ես 4 տարի անցել է, այսօր ինձ համար անակնկալ է, որքան ինքը մեծացել եւ ուզում եմ ասես, այս տարիների ընթացքում, չնայած արդեն հարցազրույցում ասացի, որքան աճ ես ունեցել եւ որքան ես իսկապես մեծացել, ինչը քաղեցիր այս 4 տարիների ընթացքում, ինչքան աճեցիր, ինչքան զարգացար, ինչ քեզ համար գտար, իհարկե որոշ բաներ արդեն հասկացանք, բայց ինչ կարևոր դարձավ այս ընթացքում քեզ համար։ Իրականում մի բան, որը որ ավելի ինտենսիվ մտավ իմ կյանք, այդ սպորտն ու առողջ ապրելակերպն են, քանի որ այն ժամանակ այդքան ստաբիլ չէին իմ մարզումները, իսկ հիմա եկել եմ ու հանգել այն մտքին, որ սպորտով զբաղվելը միայն գեղեցիկ կազմվածքի մասին չի, այլ նաև որ տեսնում եմ ինչքան մարդիկ են հիմա առողջական խնդիրների բախվում, հատկապես միջին տարիքում, հասկանում եմ ինչքան կարևոր է օրվա ընթացքում ունենալ գոնե մի որոշ ֆիզակտիվություն, որպեսզի հետագայում բժիշկների կարիքը ավելի քիչ զգանք։ Այո, շատ ճիշտ է։ Եկեք հիմա այստեղ ավելացնենք մի պտղունց վանիլ։ Այո։ Իսկ քեզ տախտակ անհրաժեշտ է այս գործողությունը կատարելու։ Խնդրեմ, մենք ունենք նաև տախտակ։ Ու խնդրում եմ ինձ գտալ փոխանցեք, որպեսզի ալյուրը ավելացնեմ։ Անպայման։ Խնդրեմ։ Այստեղ արդեն կավելացնենք աչքաչափով թե կարող ես ասել որոշակի չափաբաժին։ Եկեք 3 ոչ լիքը ճաշի գտալ։ Նաև մեզ անհրաժեշտ կլինեն ձեռնոցներ, որպեսզի այո, ես հենց հիմա կբերեմ։ Իրականում բրնձի ալյուրով շատ ավելի թեթև է ստացվում, եթե միշտ ցորենի ալյուրով եք փորձել, փորձեք մի անգամ գոնե բրնձի ալյուրով պատրաստել պանրիկները, շատ անհամեմատ ավելի նուրբ են ստացվում։ Բայց ծայրահեղ դեպքում, եթե չունենք բրնձի ալյուր, սովորական ալյուրով եւս կլինի, այո։
որպեսզի այդպես խուճապի չմատնենք հեռուստադիտողին, այո, եթե չգտնեք կամ հարմար չլինի գնել այդ ալյուրը, ուրեմն սովորական ալյուրով եւս կլինի։ Ես էլ կփորձեմ քեզ օգնել, եթե հնարավոր է։ Ես էլ սովորեմ Լիլիայի բաղադրատոմսը, որ հետո միասին սիրելիներս էլի պատրաստենք։ Վստահ եմ ձեր ամենասիրելի նախաճաշերից է եւս լինելու։ Այսպես, փորձենք տեսնենք ինչ է ստացվել։ Բայց հիմա արի մի փոքր էլ անկեղծանանք։ Մի փոքր էսենց տնական զրույց վարենք, տեսնենք թե մայրիկը ոնց է վերաբերվում այս ամենին, այսինքն ես էլ եմ մայր եւ երբեմն կա այն մամայական ասում ես, այ բալաբա սրանով տնեցիք ինքը կշտացնես, այ այսպիսի զրույցներ ա լինում։ Հիմա մայրիկը, հիմա ասա մայրիկի մոտեցումը։ Ես վստահ եմ, որ ինքը հիանում եւ հպարտանում է քո այս բոլոր նախաձեռնություններով, դրանում կասկած չկա, բայց կա ինչ որ մի բան, որ նա է առաջարկում եւ դու մեծ սիրով ընդունում ես, կամ թե ասում ես մամ ջան, բայց ախր սխալ համադրություն է կամ ոչ օգտակար համադրություն է, արի փոխենք, այսպես անենք, կա նման խոսակցություններ։ Իրականում այն ինչին խոհարարության տեսանկյունից ու այլ բնագավառներում եւս ես հիմա հասել եմ, այդ միմիայն մայրիկի շնորհքն է։ Ասում եք։ Իսկ ինչ վերաբերվում է ընտանիքին կշտացնելու կոմպոնենտը, այստեղ մենք սպորտսմենների ընտանիք ենք։ Այդ հարցում բախտս բերել է, այնպես որ շատ ավելի հեշտ է սննդի տեսանկյունից, քանի որ բոլորը համակարծիք են։ Այսինքն մայրիկը, հայրիկը, ամուսինը բոլորը զբաղվում են։ Բոլորը զբաղվում են սպորտով։ Ուրեմն ձեզ հետ հարցերը պարզ են, մնացինք մենք։ Տեսնենք մենք ոնց ենք տանեցիների հետ այս հարցը լուծում, որովհետև ոչ բոլորի ընտանիքում են սպորտսմեններ, գուցե մի հոգի է նախընտրում սպորտով զբաղվել, գուցե ոչ ոք չի նախընտրում սպորտով զբաղվել։ Այ այսպիսի հարցեր կան հայ ընտանիքներում։ Հիմա պատմեմ, թե ինչ ենք անում, էլի աչքաչափով առանձնացնում ենք, որպեսզի մաքսիմալ հավասար գնդիկներ լինեն։ Մեկ անգամ հիմա ցույց տամ, ձեռքի օգնությամբ ենք ստանում գնդիկը։ Եվ պետք է զանգվածը կպչուն լինի, սիրելիներս, հավկիթը նպաստեց դրան եւ նաեւ ալյուրը։ Մենք հիմա կգնդենք, սիրելիներս, այս ամենը, այս բանը պետք է դադար ունենանք, Լիլիա ջան, ներողություն ենք խնդրում։ Հետո կշարունակենք, դուք մնացեք մեզ հետ, սիրելիներս։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, այսօր իսկապես թեժ է խոհանոցում, մենք շատ գեղեցիկ եւ այսպես էներգիալի հյուր ունենք մեր խոհանոցում, ով այսպիսի սիրուն հրաշք է գործում, մեզ նախաճաշի տարբերակ է առաջարկում եւ հիմա պանրիկներ է պատրաստում, այն պանրիկները, որով ուրեմն քիչ առաջ կատնաշորը, հավկիթը, վանիլինը եւ բրնձի ալյուրը խառնելով ստանում ենք այսպիսի հրաշք պանրիկներ։ Լիլիա ջան, որ փուլում ենք։ Եմ փուլում ենք, որ դանակի օգնությամբ սիրուն տեսք ենք հաղորդում մեր կատնաշորիկներին, պանրիկներին։ Իրականում կարող եք նաև բաժակով էս ամեն ինչ անել, բայց դանակի օգնությամբ ավելի հեշտ է։ Հեշտ ու ավելի գեղեցիկ է ըստ իս ստացվում։ Ահա, շատ հեշտ այսպես դանակը լայն դանակի օգնությամբ, ձեռքի օգնությամբ պտտեցնելով իհարկե ստացավ այսպիսի գեղեցիկ պանրիկներ։ Ես գազը միացնում եմ, տապակելու ենք, ու տապակելուն զուգահեռ նաև պատրաստելու ենք արդեն մեր թթվասերային զանգվածը, որի համար մեզ անհրաժեշտ է լինելու մեղր, թթվասեր ու 1 հավկիթ։ Բարի, ես հավկիթ պետք է բերեմ, հա, ուրեմն։ Նաև մի փոքր վանիլ կարող ենք ավելացնել։ Խնդրեմ, այստեղ 1 հավկիթ։ Ես ինչով կարող եմ քեզ օգնել, արդյոք կարող եմ ինքս տապակել սա, եթե դու հուշումներ անեք։ 4 թավայի վրա կարող ենք տապակել արդեն։ Ահա, այսինքն 4 թավա, որևիցե յուղ եւ չգիտեմ, կարակ, որևիցե բան չենք օգտագործում։ Եթե թավան չկպչուն է, կարիք չկա։ Ահա, իսկ եթե հակառակը կպչուն է, կարող ենք մի փոքր կարակով տապակել, բայց էլի շատ մարմանդ կրակով որպեսզի հասցնի տապակվել ու նաև կարակը չվառվի, ես նաև շատ կարևոր քայլ է։ Ահա, հիմա մեր պարագայում թավան չկպչուն է, մենք հանգիստ կարող ենք բոլոր պանրիկները տեղադրել թավայի մեջ եւ տապակել երկու կողմով։ Ահա։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք էլ նկատի ունեցեք, եթե հանկարծ այնպես ստացվի, որ թավան կպչուն է, ուրեմն մի փոքր
Ինչպես Լիլիան ասաց, կարակ օգտագործեք, բայց զգուշ եղեք, չայրվի կարակը։ Ահա, ես տարածքը ազատ եմ։ Ես քաղցրության համար մեղր եմ ավելացնում, կարող եք նաև սիրնիկների պատրաստման ընթացքում շաքարավազ ավելացնել կաթնաշոռային զանգվածին ու այստեղ արդեն ոչինչ չավելացնել, բայց փորձում եմ շաքարի օգտագործումը մինիմալի հասնել, իրականում այստեղ մեղրը, քանի որ բնական է, ավելի համեղ է ստացվում։ Ես տեսնում եմ այստեղ շատ թեժ են աշխատանքները խորացում։ Այո, Սուրեն ջան։ Եկա հիշեցնելու ամենակարևորի մասին, Ադրինե, որը մենք բարբերաբար ներկայացնում ենք, բնականաբար այս ամենակատնամթերքով է նաև պատրաստում, այնպես որ հիշեցնենք եւ քանի որ մեր հյուրն էլ հենց Սյունիքից է, հա, ասենք որ Սյունյաց լեռների համնհոտը իր մեջ ներառում է Էլոլա ապրանքանիշը, որը հենց այդ հրաշալի կատնամթերքը ներկայացնելով ամբողջ աշխարհում կարողանում է բոլորիս տեղափոխել դեպի հենց այդ լեռները համույն հոտի միջոցով։ Էլոլան ներկայանում է կատնամթերքով լայն տեսականի, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրիս առավոտյան, հատկապես նախաճաշի համար։ Այո, դու իրավացի ես եւ ասենք, որ մեր սփյուռքահայ բարեկամներն էլ կարող են իհարկե արտերկրում Լոս Անջելեսում հայկական խանութներից գնել Էլոլա ապրանքանիշի կատնամթերքը եւ վայելել։ Եվ ես ուզում եմ Լիլիային ասեմ, որ մենք այստեղ ունենք պսկաթան, ես չգիտեմ, քանի որ սյունեցիկ երեխա է, ես դրա համար եմ ուզում հատկապես նշել, որ պսկաթանը ուրեմն շատ օգտագործում են Սյունիքի շրջանում եւ ուզում եմ իմանալ դու ծանոթ ես եւ մայրիկը արդյոք պատրաստում է պսկաթանով լավաշով, սոխարածով տաք ապուր է։ Այո, այսպիսի բան է, ժողովուրդ ջան, անպայման ձեռք բերեք եւ վայելեք, որովհետեւ ամենաօգտակար եւ համեղ մթերքներից, կատնամթերքից մեկն է պսկաթանը։ Եվ չմոռանանք, այո, խնդրեմ, Եվ չմոռանանք նաև երեկոյան, որպեսզի այս տոնական տրամադրությունը շարունակվի, մենք առավոտյան հենց տալիս ենք այս տրամադրությունը, բայց երեկոն արդեն ձեր ձեռքերում է եւ որպեսզի տոնական տրամադրությունն ու ռիթմերը շարունակվեն, ապա առաջարկում ենք Իջևանի գինուգործանի կողմից այս հրաշալի գինիների տեսականին, որը կարող է ճիշտ համադրություն դառնալ երեկոյին, էլ չասեմ արդեն պահածոները համեղ եւ կոմպոտները, որոնք նույնպես այդ տնականի համն ու հոտն են տալիս, դա շատ կարեւոր է, այնպես որ հասանել է յուրաքանչյուրին։ Այո, եւ հիմա ուզում եմ Լիլիայից որպես խորհուրդ եւ մեր հերոստատողին, այ օրինակ գինի, ոնց ես մոտենում այս բոլորին, որոշակի ուտեստների հետ, բնականաբար մենք մատուցում ենք կամ կարմիր գինի, կամ սպիտակ գինի, օրինակ դու լինելով այսքան ինֆորմացված ընդհանրապես սննդի հետ կապված, այո, եւ ոնց խորհուրդ կտաս, ինչ չափաբաժնով այն օգտագործել եւ որքան օգտագործել, որովհետեւ սովորաբար արյան շրջանառության եւ նյութափոխանակության համար դա շատ կարեւոր ըմպելիք է, խմելիք է, խմիչք է։ Իրականում ես կողմնակից եմ այն փաստին, որ ոչ մի բան չբացառենք մեր սննդակարգից, ամեն ինչ էլ ուտենք, ամեն ինչ էլ խմենք, ուղղակի չափի մեջ։ Ինքս գինի շատ եմ սիրում, ուղղակի ալկոհոլի օգտագործման հետ մեկտեղ նաև չպետք է մոռանանք լիքը ջուր խմելու մասին, որպեսզի օրգանիզմում հեղուկ չկուտակվի ավելորդ։ Ահա, սա էլ շատ կարևոր ինֆորմացիա է։ Ինչ ենք անում, այստեղ երևի թե արդեն մնաց վերջում մատուցումը, հա։ Տապակելու ենք, ավելացնելու ենք մեր թթվասերային զանգվածը։ Արի հենց հիմա ես տապակեմ, դու ավելացրու զանգվածը, որովհետև մենք այն պետք է տեղափոխենք ջեռոց։ Ես արդեն կշրջեմ պանրիկները, մի փոքր էլ, բայց երևի թե պետք է կարմրի։ Մենք հեռուստադիտողին ասենք, որ այստեղ բարդություն չկա, ընդհանրապես այս գեղեցկությունը պետք է երկու կողմով տապակել։ Տապակենք, թթվասերային զանգվածը ավելացնենք արդեն ջեռոցի տապակի մեջ ու տեղավորենք մեր պանրիկներն ու ուղարկենք ջեռոց։ Եթե այս process-ն է լինելու, մենք կարող ենք այս պայմաններում ունենալ կարճատև դարձար, հետո տաղավարում ողջունել մեր հյուրին, այնուհետև կվերադառնանք եւ տեսնենք թե ինչ եղավ այստեղ խանութ։ Շատ բարի։ Մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա մոտեցավ ավարտին այս հրաշք ուրեմն պահը, երբ մենք պետք է մատուցենք այն համեղ եւ օգտակար սնունդը, բաղադրատոմսը, որը առաջարկեց մեր սիրելի հյուրը Լիլիան։ Լիլիա ջան, ինչ արեցինք մինչ այս պահը եւ ինչ պետք է անենք։ Արագ անցնենք, ուրեմն ստացանք կատնաշոռից, ձվից, վանիլից եւ ալյուրից մեր պանրիկները, որոնք տեղավորեցինք թթվասերային զանգվածի մեջ։ Թթվասերային զանգվածի համար օգտագործեցինք թթվասեր, ձու, վանիլ ու մեղր։ Հիմա գեղեցիկ
մատուցման համար կավելացնենք նաև սեզոնային հատապտուղներ ու արդեն կմատուցենք։ Խորհուրդ եմ տալիս անպայման վայելել սուրճի հետ, իդեալական նախաճաշ է։ Ընտիր, ես կարծում եմ ավելի օգտակար եւ ավելի գեղեցիկ բաղադրատոմս այս պահին չէին կարող առաջարկել։ Սիրելիներս, նայեք որքան գեղեցիկ է եւ իհարկե շատ օգտակար։ Իսկ վերջում ես տեսել եմ քո հոլովակներից մեկում, որ եւս մեկ անգամ մեղր ես լցնում։ Հավելյալ կամ որևիցե օշարակ։ Այո։ Եթե զգաք հավելյալ քաղցրության կարիք, կարող եք քաղցրացնել, իսկ հատկապես քաղցրասերների համար արդեն մի քիչ ավելի շեղվելով թեմայից կարող եք նաև խտացած կաթով մատուցել, էլի շատ համեղ է ստացվում։ Եվ բոլոր մթերքները, առաջարկները շատ կարևոր են մեր օրգանիզմին։ Լիլիա ջան, կարող ես նաև մատուցել, թող հեռուստադիտողը տեսնի նաև մատուցված վիճակում, թե ինչպիսի տեսք ունի այն, միայն տաք ես զգուշ եղիր, ես հանկարծ քեզ չվնասես։ Եվ ես հիմա կարծում եմ, այո, արի, ավելի գեղեցիկ կլինի։ Եվ սպիտակ ափսեի մեջ այս հատապտուղների գեղեցկությունը որքան է երևում, արտահայտի չէ։ Սիրելիներս, ճիշտ ժամանակն է, հատապտուղը առատ է շուկաներում, այնպես որ գնեք եւ այս համեղ, այո, համեղ նախաճաշը պատրաստեք ու վայելեք։ Հատկապես այսօր տոն է, իհարկե շաբաթ-կիրակին էլ կարող եք այս համեղ նախաճաշով զարմացնել եւ ուրախացնել ընտանիքի անդամներին, մի խոսքով վայելեք։ Շնորհակալ եմ քեզ շատ։ Ես եւս շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի էր։ Հուսամ այսուհետ կսկսեք նախաճաշել, ովքեր որ չեն նախաճաշում, ու հուսամ կփորձեք ու կներառեք այս նախաճաշը ձեր առավոտյան ճաշացանկի մեջ։ Այո, եւ հետեւեք Լիլիայի էջին, այնտեղ կգտնեք ձեզ համար շատ կարեւոր խորհուրդներ եւ օգտակար բաղադրատոմսեր։ Լիլիա ջան, անչափ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Ես ուզում եմ Իջևանի գինու եւ պահածոների գործարանի կողմից ձեզ նվիրել այս հրաշք գինին, վայելեք ձեր համեղ ուտեստների հետ, ձեր ընտանիքի անդամների հետ եւ մենք մեծ սիրով մշտապես սպասում ենք, եթե կան հետաքրքիր խորհուրդներ եւ բաղադրատոմսեր, կարող եք գալ եւ կիսվել մեր հեռուստադիտողի հետ։ Շնորհակալ եմ քեզ եւս։ Մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, մի լքեք մեզ, մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։